Այսօրվա խոսքը, որ պիտի խոսեմ, անվանել եմ պատվական անոթ վերնագրով, ընդհանուր կխոսեմ երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 19-ից մինչև 21 համարներից, բայց հիմա առանձին կկարդամ 19-րդ խոսքը և հետո կշարունակեմ։ Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է, և այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, և թե ետ կենան անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում են։ Ինչ ենք տեսնում այս հրաշալի խոսքում։ Շատ կարևոր և հաստատուն միտք, մի ճշմարտություն, որ չպետք է երբևիցե մեզանից, քրիստոնյաներիցս հեռանա։ Անկախ նրանից, թե այսօր դու կյանքի ինչ փուլերով ես անցնում, կեղնի դեպրեսիա, խառնաշփոթ, նեղություններ, միգուցե ուրախություն, միգուցե տխրություն, ինչ վիճակներով էլ որ ուզում ես լինել, այս համարում կա մի հատ գանձ, որ պետք է երբեք չմոռանաս։ Եվ դա սա է. Տերը ճանաչում է իրեններին։ Կասես ամեն։ Եվ սա Աստծուց է որոշված, կնքված և անսասան հիմք է, որ մենք պետք է վերցնենք և դավանենք։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ, սիրելի եկեղեցի, ինձ և քեզ։ Դու լքված չես, դու մոռացված չես, Աստված իր հայացքը չի պակել քեզանից։ Եվ անկախ նրանից ինչ վիճակներով անցնում ես, երբ որ թշնամին փորձում է գալ և կեղծ և խառնաշփոթ մտքերով թափանցել քո ներսը, ինչ ա մեզ պետք, դեմ կանգնել նրան։ Հիշենք, որ Տեր Հիսուսին թարց ժամանակ, երբ որ սկսեց սովել, գրված ա, որ սատանան փորձիչը մոտեցավ և փորձեց Հիսուսին, փորձեց 3 բանով։ Եթե Աստծո որդի ես, այս քարը թող հաց եղնի։ Նույնը մեզ ասում, եթե Աստծո որդի ես, բա ինչի ես այս վիճակում։ Չէ՞։ Երկրորդ բանն ինչ էր ասում։ Քո մասին լավ բան ա գրած, քեզ այստեղից վայր գցի, ինքը հրեշտակներին կհրամայի, որ իր ձեռներով քեզ պահեն։ Մեզ էլ նման բաներ կարող եղնի։ Դու կարաս գնաս այս ճանապարհով, Աստված քո հետ ա։ Մի փորձիր սիրելիս քո Տերը, Տիրոջը։ Եվ երրորդ բանն ինչ էր ասում, հարստություն, տեսավ են երկուսով բան չեղնեմ, այս աշխարհի ամբողջ հարստությունը քեզ կտամ, քո նմանը չի եղնի, բայց մենակ ինձ երկրպագի։ Եվ պատասխանը, որ ետից գնա սատանա, երկրպագությունը պատկանում է Տիրոջը։ Պիտի հիշենք, որ թշնամու ձեռագիրը նույնն է թե անցյալում, թե ներկայում և թե ապագայում, նա չի հանգստանում, երբ որ տեսնում է քրիստոնյան առողջ և փորձությունների և իրավիճակների մեջ կարողանում է հաղթական կանգնել, և նա ամեն բան ուզում է անել, որպեսզի ինձ և քեզ կարողանա շեղել, բայց մեզ բացի այդ, բացի դեմ կանգնելը, թեև մի հատ համար ասեմ, Հակոբոս 4:7-ում գրված է, արդ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա ձեզանից կփախնի։ Ինչ ա մեզ պետք, Տիրոջը հնազանդվել և հակառակվել թշնամուն և նա կփախչի։ Հաջորդ մի միտքը, որ ասում եմ այդ ամենից հետո, ով իր տանը հայլի ունի, ումը որ մի քիչ բոյես ավելի լավ ա իրան տեսնում, մենք նենց ա, որ մերը մի իսկանա, մենակ Լուսի սենյակը մի հատ բոյես կա գնում ենք, Լուսի ջան կարան գանք մի հատ, նայենք, ասելիքս, նայում ես հայլու մեջ, նայում ես ինքդ քեզ և քեզ հիշացնում ես, դու պատահական ծնունդ չես, երկինք և երկիր կազմող Աստվածը հենց քեզ է ընտրել, նա քեզ սիրում է, նա քեզ որբ չի թողնի, այս իրավիճակներին նա գիտի և նա իր ձեռքը չի կարճացել քեզ այս իրավիճակներից հանել, երբ որ դու քո հանդեպ դրական ես խոսում, իրավիճակները փոխում են, երբ որ դու քո հանդեպ հավատքին, Աստծո խոսքին հիմնված ես խոսում, փակ դռները բացվում են, սիրելիներ, ամեն։ Հիմա
Ավելի քաջալերող համար, որ դուրս եկավ Տեր Հիսուսի շուրթերից։ Հովանես 10:14 Ես եմ բարի հովիվը եւ ես իմիններին ճանաչում եմ։ Ամեն։ Երկրորդ կարևոր բանը, եւ իմիններից էլ ճանաչվում եմ։ Այսօր դու համարում ես, որ Տերը քեզ ճանաչում է։ Իսկ դու համարում ես, որ դու նույնպես ճանաչում ես քո Փրկչին։ Ամեն։ Դրա համար իրավիճակները երբ որ կգան, քո ճանաչած տեղից բարձրացրու Աստծո խոսքը քո թշնամուն եւ ասա դու ձախողված ես, իսկ ես հաղթող Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հաջորդ մի հրաշալի համար, որ կա մեզ համար, Հռոմեացիս 8-րդ գլուխ 38-ից 39 խոսքերը։ Որովհետև հաստատ գիտեմ, կրկնում եմ, որովհետև հաստատ գիտեմ, ուզում եմ հարց ուղենք մենք հաստատ գիտենք, հավատում ենք Աստծո խոսքին հաստատորեն, և եթե այո, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկայից եւ ոչ գալիք բաներ, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան, չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, եւ որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Կասես ամեն, կասես փառք ես Տեր, որ ոչինչ եւ ոչ մեկը ինձ չի կարող բաժանել քո ձեռքերից, քանի որ ես քո սիրո եւ քո արյան գինն եմ, Հիսուս, ամեն։ Եվ սրանով առաջի համարը, երբ որ կարդացի, չավարտվեց։ Կա երկրորդ մասը այս համարի, եւ դա սա է։ Դա մեր բաժին անելիքներն են։ Որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես իր սուրբ արյան գին։ Հիմա ձեռքը դիր քեզ վրա, համարձակ։ Դրել ես։ Ուզում եմ տեսնեմ, լրիվը դրել եք։ Դե ասա քո անձին, ես անելիքներ ունեմ։ Ես անելիքներ ունեմ, որոնք են դրանք, ըստ այդ համարի խոսքերի։ Եվ դա է հեռանալ անիրավության ճանապարհից։ Եվ դա է մաքուր պահել մեզ Աստծո աչքերի առջև։ Սա է նրա կամքը, սիրելիներ, մեր սրբությունը։ Մի այլ համարում գրած է, որ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում։ Աստծուն պատկանալը, սիրելիներ, միայն անունով քրիստոնյա լինելը չի։ Այսօր շատ-շատերն են համարձակ կանգնում եւ ասում, մենք էլ ենք քրիստոնյա։ Մենք էլ ենք հավատում։ Բայց երբ որ նայում ես նրանց կյանքի ընթացքին, նրանց բերանից դուրս եկած խոսքերին, հասկանում ես, որ այն ինչը, որ իրենք հավատում են, այդքան էլ ճիշտ չի։ Իրենց կողմից, որովհետեւ նրանք ավելի շատ նմանվել են աշխարհին, քան Հիսուս Քրիստոսին, որ աշխարհից փորձում է իրենց հանել։ Չէ՞։ Մի այլ տեղ գրած է, որ ասում է շատերին եմ տեսնում հավատքի մեջ, որոնց համար ամաչում եմ։ Թվում է թե անուն ունեն, բայց անուն չունեն։ Մեզ պետք է, սիրելիներ, Աստծո խոսքում հարատևել, պահել այն ամենը, ինչը որ իրեն է հաճելի։ Թեև ասում եմ, սկզբից մենք արժանացանք իր ողորմությանը, իր շնորհի միջոցով, ջանք չարեցինք, մեղավոր էինք, ինքը մեզ փրկեց, սրբեց, արդարացրեց, բայց դրանից հետո պայման ուզում եմ մեր սրբությունը, որ մենք էլ սիրենք իրեն եւ պահենք իր խոսքը։ Հիսուս ինչ էր ասում։ Սիրում ես ինձ։ Այո Տեր, սիրում եմ։ Ինձ սիրողը իմ խոսքերը կպահի։ Ինձ սիրողը իմ խոսքերը կպահի։ Ոչ թե թանգարանում, ոչ թե ինչ-որ մի պահարանի մեջ, այլ սրտով եւ կյանքով եւ հետևելով ոտնահետքերին Տիրոջը։ Ամեն։ Մենք դրված ենք, սիրելի եկեղեցի, Աստծուց
որպես լույս եւ աղ այս աշխարհին։ Եվ մենք պետք է այդ process-ում թե մեր գործերով եւ թե մեր բերանից դուրս եկած խոսքերով կարողանանք լուսավորել եւ աղի համ տալ։ Իսկ սա չի եղնի նմանվելով աշխարհին, այլ կլինի այն ժամանակ, երբ որ մենք նմանվում ենք Հիսուսին ու նրա խոսքը մեր գլխից բարձր ենք դասում։ Երկրորդ Տիմոթեոս նույն երկրորդ գլխի անցնում եմ 20 համարին։ Կկարդամ 20-ը։ Բայց մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկեղեն եւ արծաթեղեն անոթներ կան, այլ փայտե եւ հողել կան, որ պատվի համար են եւ կան, որ անարգության համար են։ Ինչ է ասում Պողոս առաքյալը։ Բերում է օրինակ մեծ տան եւ բերում է 4 պարագաներից, 4 անոթներից՝ ոսկյա, արծաթյա, փայտե եւ հողե անոթներ։ Այսօր եկեղեցին կարելի է համարել այդ մեծ տունը իր տարբեր անոթներով, իր տարբեր անդամներով, որոնցում կամ փառավորվում է իրենց ստեղծող Աստված, կամ էլ ինչպես որ սկզբից ասեցի, իրենց ապրածով Աստված չի փառավորվում։ Մի տեսակ ավելի շատ անարգվում է։ Պետք չէ բավարարվել միայն Աստծո տանը լինել անոթ։ Պետք չէ բավարարվել միայն Աստծո տան գիտելիքներով հարուստ լինել, ասել մենակ գիտելիք ունեմ եւ վերջ։ Այլ պետք է ունենալ ինձ եւ քեզ սիրելիներ մաքուր սիրտ։ Պետք է մեզ ունենալ հնազանդություն մեր ստեղծող Աստծուն, խոնարհություն, նմանվել Հիսուս Քրիստոսին, որ ասեց. ինձ նմանվեք, ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ինչու է սա պետք, որպեսզի չվնասվի թե քո ծառայությունը, որպես անոթ, եւ թե չվնասվեն այն մարդիկ, ում որ դու ծառայում ես, տեսնելով քո կյանքը, քո ծառայությունը, որի հետ ընդհանրապես չի խոսում։ Տիմոթեոս, առաջի Տիմոթեոս 4:12-ում Պողոսը այս էր ասում Տիմոթեոսին. օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով։ Ում ենք օրինակ լինելու մենք սիրելիներ։ Աշխարհում այո, աղ ու լույս ենք եղնելու, բայց եկեղեցում ում ենք օրինակ լինելու մեկս մյուսին։ Օրինակ եղիր քրիստոնյաների մեջ ասում է խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով։ Ամեն օր վերեք մեզ անալիզ անենք, արդյոք մենք այդ օրինակը կարողանում ենք եղնենք։ Եթե չէ, ուրեմն մեր վրա աշխատելու տեղ ունենք։ Մի այլ տեղ էլի ասում է, ջանք արա անձդ ընտիր կանգնեցնես Աստծո առաջին իբրև մի մշակ, որ կարողանաս առանց ամոթի Աստծո ճշմարտությունները հռչակես։ Ես ուզում եմ այսպիսին լինել։ Դուք էլ չէ։ Ինչ է պետք սրա համար սիրելիներ։ Ընծայենք մեր կյանքը Տիրոջ։ Ինչ է պետք սրա համար դնել ժամանակ։ Էլի եմ ասել կրկնում եմ, բայց այս օրինակը շատ է բանում։ Եթե մենք չենք գնում մարզվելու, քնաստեղից արտանանք չենք կարող այն ուզած տեսքը ունենանք։ Հոգևոր կյանքը այդ ձևա, մարզվել է, աշխատանք է, նվիրում է, ընծայում է, խոնարհում է, որպեսզի արդյունավետ եղնենք, որպեսզի առաջանանք այն համարում, որ Տիմոթեոսին էր ասում։ Ամեն։ Եվ սա սիրելիներ, քրիստոնյայից համար ոչ թե ամաչելու բան է, այլ ընդհակառակը պատիվ բերող է, երբ որ դու նմանվում ես քո Տիրոջը։ Հիմա ինչու է պետք մեզ մաքրվել։ Կկարդամ 21-րդ խոսքը։ Եթե մեկը իր անձը մաքրե այդպիսիներից, նա պատվական անոթ կլինի, սրբված իր Տիրոջն օգտակար ամեն բարի գործերի համար պատրաստված։ Ներսի կարևորությունը, ներսի մաքրությունը, ներսի սրբությունը դա Աստծո աչքերին
ամենակարևորն է։ Մենք կարանք իրար աչքերի թոս փչենք, դու նայես ինձ, ես նայեմ քեզ, ցույց տանք այն ինչ որ ճակերտավոր կա, բայց մեր ներսը լինի, երբ որ իրարից հեռու եղնենք, բամբասենք, չարախոսենք, վատը կամենանք եւ այլը եւ այլը։ Բայց Աստված ուզում է, որ մենք մեր ներսում փայլենք, մենք մեր ներսում մաքրվենք, մենք մեզ զատենք եւ այն ժամանակ կլինենք պիտանի անոթներ Տիրոջ համար։ Ոչ միայն կլինենք Աստծո տանը նստող Կիրակից Կիրակի, այլ անոթ, որ փառավորում է թե դրսում, թե ներսում, թե ուր որ Տերը կառաջնորդի։